դեպք տեղի ունեցել հունվարի 6-ին, Զատկի օրը, հետապնդել են ինձ, մեքենայով դուրս եմ եկել տանից, որպեսզի այստեղ խնդիրներ չունենամ, ուշ ժամ ա եղել գիշերվա, հարևաններ եւ այլ, հետապնդողը եղել է նախկին քաղաքացիական ամուսինս, նախկին բաժնի աշխատող է ինքը, ոստիկանության վարչության աշխատող, հանդիպել եմ ճանապարհին պարեկների, ես կանգնել եմ իրենց կողքին մեքենայով, հավասարը հավասարին, լուսացույցի տակ խնդրել եմ օգնություն, ինչին արձագանքել եմ, որ առանց որևիցե բառ ասելու արձագանքել եմ, որ ոչ adekvat եմ եւ պետքա կանգնեմ։ Ես էլ ասել եմ չեմ կարա կանգնեմ, կգնամ հարմար տեղ կկանգնեմ, սվետաֆորի տակ չի լինում կանգնել։ Եկել եմ հայատ կանգնել եմ առանց որևիցե մի բառի, առանց որևիցե ինչ-որ բանի, ինձ քաշքշել են եւ ասել են, որ պետքա փաստաթուղթ ներկայացնեմ, անգամ չեն ներկայացել, երբ որ մոտեցել են ինձ։ Տեսանյութը տեսակ դուք, կհրապարակեմ տեսանյութը գործի ավարտից հետո, որտեղ հիմա իրավունք չունեմ։ Կողքից մարդ է եղել, որ հորդորել է ոստիկաններին, որ քաղաքացու, այսինքն ինձ հետ հարգալից խոսեն եւ չքաշքշեն ինձ։ Այդ տեսանյութի մասին է խոսքը, որ տեսակ եւ կա ինձ մոտ։ Տանում են ինձ ոստիկանության բաժանում, խնդրում եմ, ասում տանես դուռը բաց է, հարգելի ոստիկան, թույլ տվեք փակեմ, եթե պետքա տանեք, խնդիր չկա, տարեք։ Մի խոսքով, այդ ամեն ինչը չի լինում, քաշքշում են ինձ, ձեռնաշղթաներ են հագցնում, 3-ը մեկի դեմ, իրանց ասելով, որ հավասարաչափ ուժ են կիրառում, 3 տղամարդ եւ ես։ Իմ ես պուճուրի քալով, ինձ քաշքշում են ու համաչափ ուժ են կիրառում։ Տանում են ինձ ոստիկանության բաժանմունք, շատ արագ ձերբակալման որոշում է կայացվում եւ այլ, հայտնվում եմ ՁՊՎ-ում։ 3 օրվա ընթացքում, որ գտնվում եմ ԶՊՎ-ում, ոչ կարողանում եմ երեխաներիս հետ կապի դուրս գալ, որոնք որ մանկահասակ են, ոչ կարողանում եմ փաստաբանիս հետ կապի դուրս գալ, ոչ մեկի հետ կապի դուրս չեմ գալիս, ես իմանում եմ, որ ես ձերբակալված եմ, ես իմանում եմ, որ չգիտեմ 1000 հատ գործ կա իմ վրա, ես ինչ եւ այլ, հեռախոսս են ձեռքիցս վերցնում, մոտս լինում է բանկային քարտն են ձեռքիցս վերցնում, առանց որևիցե բանի, տանս բանալիներն են վերցնում, 3 օր տանս դուռը բաց է մնում, երեխաներս առհասարակ քաղաքում էլ չեն լինում են Արարատ քաղաքում, որոնցից առհասարակ տեղեկություն էլի չեմ ունենում, գնում եմ ԶՊՎ։ 3 օր մնալուց հետո, այսինքն չէ, միջև այդ հաջորդ օրը գնում եմ դատաբժշկի։ Ինձ տանում են դատաբժշկի, որտեղ անզեն աչքով իմ վրայի կապտուկները երևում են, որ ձեռքերինս լրիվ ակնհայտ է երևում։ Գնում եմ դատաբժշկի, դատաբժիշկը նայում է, արձանագրում է իմ մարմնականները, որովհետև շատ էին մարմնականները։ Եք ստացել եք մարմնական։ Մարմնական վնասվածքները ստացել եմ իրանց այդ քաշքշելու այդ շնորհիվ, ոտքս մեքենայի դռան տակ են թողել, այդ դրա շնորհիվ եմ ստանում մարմնական վնասվածքներ, խփում են ինձ, ինչպես հիմա ճիշտ է, տենց չեմ կարա ասեմ, որտեվ կան գործի մեջ հանգամանքներ, որ ես չեմ կարա բարձրաձայնեմ, պատճառը բնական է, որ գործը ընթացքի մեջ է, բայց երկու բառով կարող եմ ասել, որ կներկայացնեմ տեսանյութ, ամենակարևորը, որտեղ որ ոստիկանը ինչպես է խոսում քաղաքացու հետ, ինչպես է քաշքշում քաղաքացուն, ու մարմնականները իրանք են ինձ պատճառել, հասցրել, որովհետև ես գիժ չեմ էլ, իմ վրա մարմնական չի եղել։ Այդ մարմնականները ստանալուց հետո հաջորդ առօր գնում եմ ես դատաբժշկի մոտ, արձանագրում է եւ այլ, հիմա անցել է 3 ամիս, իմ փաստաթղթերը չկան դատաբժշկի ու ում դիմում եմ, բոլորը այնպես են խոսում, որ իբր տենց էլ պետքա լինի, այսինքն իմ հետ տենց են խոսում, որ ես քաղաքացի եմ, իրանք ոստիկան, այսինքն իմ խնդիրը կոնկրետ ոստիկանության հետ է, այսինքն իրանք ոստիկան են, իրանք ունեն պարտականություններ, կներեք, իրանք ունեն իրավունքներ, ես չունեմ իրավունքներ, ես ունեմ պարտականություններ, իրանք չունեն իմ հանդեպ պարտականություններ, բայց այդ ամեն ինչին նաև հավելեմ, որ ես երբ որ իջել եմ մեքենայից, օգնություն եմ խնդրել, եթե իրանք ոստիկանության աշխատող են եւ եթե ինչպես ասում է մեր նախարարը,
ճակերտավոր, ասել է էլի, նախարարն էլ ճակերտավոր, ես հիմա կասեի, որ ոստիկանը աշխատում է քաղաքացու համար, բայց եթե աշխատում է քաղաքացու համար, ոստիկանը երբ որ իջնում է քաղաքացին դիմում է իրան խնդրանքով, այսինքն խնդրում է օգնություն, այդ ո՞նց է լինում, որ ոստիկանը քաղաքացուն ցույց չի տալի օգնություն։ Այսինքն որևէ կերպ չեն արձագանքել ձեր օգնության խնդրանքներին, այլ միանգամից ասել են, որ ադեկվատ վիճակում չէ։ Այո, ինձ ասեցին, որ ես ոչ ադեկվատ եմ, փաստաթուղթ են պահանջում, ասում եմ ներողություն, իսկ չեք ուզում հարցնեք, ես ինչ օգնության կարիք ունեմ, ասում եմ, ոչ դուք ադեկվատ չեք։ Ասում եմ, ինչի՞ց է ենթադրել, որ ադեկվատ չեմ, ասում եմ, մեքենայի ապակիները բաց էիք վարում։ Ասենք դուք տեսաք, ամսի 6-ին է եղել դեպքը, դուք տեսաք տեսանյութի մեջ ցույց տված ինչ ձյուն էր գալիս։ Նորմալ մարդը կամ առհասարակ ոչ ոք չի կարա այդ եղանակին պատուհանը իջացրած, լրիվ բաց, ինչպես իրանք ասեցին, իմ բոլոր պատուհանները բաց է եղել, ես այդպես վարեմ, որովհետև ֆիզիկապես չէի կարա։ Ձյունը աչքերիս մեջ էր գալի խոշոր ձյուն, ոչ ոք չի կարա այդպես վարի։ Ով ուզում է լինի, դա անհնար է։ Չի լինում տենց բան, շատ ուժեղ ու արագ ձյուն էր գալիս, հաստ մեծ, ու ես ոնց կարամ մեքենանի պատուհանը բաց վարեմ մեքենան, ու իրանց ասելով, որ ես ոչ ադեկվատ եմ եղել, զատիկի օր է եղել, կողմ 2-3 բաժան գինի եմ խմել, որտեղ գերեզման եմ գնացել, գերեզմաններ, երբ որ մարդիկ առհասարակ գնում են զատիկ նոր մահացած մարդու, բնական է գինի են խմում, մեռելոցի օր է եղել։ Երբ որ ոստիկանության աշխատակիցները բարեկային ծառայության, ձեզ հորդորեցին կանգնել, ձեր ամուսինը այդ բանի տարածքում էր, դեռ շարունակում էր ձեզ հետ։ Ինքը հետապնդում էր ինձ, ինքը երբ որ տեսավ ոստիկանության մեքենան, ինքը գնաց, որտեվ ինքը գիտեր, որ ես կարամ խնդիր ունեմ, որտեվ ես չունեմ վարորդական իրավունք, ինքը տեղեկացված է դրա մասին, բայց քանի որ ինքը ունի որոշակի բաներ, որ ինքը աշխատել է նախկինում, աշխատել է վարչությունում քաղաքի, վերահսկողն է եղել ոստիկանների, ինքը ունի իրանց վրա բան էլի, ոնց ասեմ, այդ բառը ազդեցություն կարա ունենա, որտեվ տենց ճանաչում են իրան բոլորը, ինքը վարչության աշխատող է եղել, ինքը շտաբում աշխատել վարչության, բնականաբար ինքը բոլոր բաժիններում Էլի նմանատիպ հետապնդումներ ձեր ամուսնու կողմից եղել։ Միշտ էլ եղել է, ես այս 10 տարի է, այո, իհարկե, դիմել եմ ոստիկանություն, ինքը իմ տանից փող է գողացել $10,000, հիմա մինչև հիմա Շենգավիթի քննչականում է այդ գործը, ոչ ոք ոչ մի բան չի անում, տուժող եմ, ճանաչվել եմ տուժող, թղթերը լրիվ կա, գործը կարճվել է։ Ոչ մի բան չկա, այս վերջում իմ տնից այս Զեյթունի բաժնի հետ կապված իմ բնակարանից գողանում են $750,000 եւ իմ ոսկամատանին, որ միասին կազմում է 1 միլիոն դրամ, խոշոր չափի է համարվում, 20 րոպե գողությունից հետո զանգարում եմ ոստիկանություն, գնում եմ, դիմումը գրում եմ եւ այլ, հեսա հուլիսի 15-ին ուղիղ կլինի 1 տարի, որ ոչ գվոցները կա, ոչ բվոցները կա, ես իրավունք չունեմ լինելով տուժող, հանդիսանալով տուժող, ես իրավունք չունեմ գնամ ոստիկանություն, քննչական, ասեմ իմ գործով քիչ եք զբաղվում։ Հիմա կոնկրետ ես 3-ից 4 տեղ գործով տուժող եմ։ Բայց ոչ գվոցները կա, ոչ բվոցները կա, ոչ մեկ ոչ մի բանով չի զբաղվում։ Ես մենակ մի հատ հարց ունեմ, ո՞նց է տենց լինում, որ երբ որ ես տուժող եմ 3-ից 4 տեղ, այդ հարցերով ոչ մի քայլ չեն ձեռնարկում, բայց մի հատ առանց վարորդականի քշել եմ, դարել եմ ազգի դավաճան։ Ինձ ասում են 2-ից 5 տարի ազատազրկում, խի ինչ եմ արել, մարդ եմ սպանել, գողություն եմ արել, բռնաբարություն եմ արել ուրիշների նման, մարդիկ բռնաբարություն են անում, տնային կալանք են, ես առանց վարորդականի քշում նորից նույն տնային կալանքը, եթե նույն հանցագործությունն է, թող օրենս գրքի այդ կետերը հանեն, եթե սաղ նույն բանի տակ է գնում, գծով է գնում, նույն հարթության վրա, եթե բոլորը, չէ, ես մարդ գիտեմ ու տեղեկացվել եմ լուրերով, բռնաբարություն է արել 15 տարեկան, նույն տնային կալանքն է կրում, նույն բանն է։ Նշեցիք, որ դատաբժշկի փորձաքննության այսպես եզրակացությունները ձեզ մինչ օրս չի տրամադրվում, ինչ հիմնավորմամբ։ Ոչ մեկ ոչ մի բան չի հիմնավորում, առհասարակ ինձ ասում են պետքա դու գնայր վերցնեիր, այ ձեր հոգուն մեռնեմ, եթե ես տնային կալանքի տակ եմ, ես անգամ իմ դռնից դուրս չեմ կարող ոտս գցեմ, մի հատ կասեք ոնց գնամ վերցնեմ։
Ձեր պաշտպանիներ չեն տրամադրում։ Բայց պաշտպանը ուզել է արդյոք, հանրային պաշտպանը մարդ ասում է ես չեմ կարա, ասում է կարա 3-4-5 ամիս հետո գա։ Երբ գա, վաղամիջյան ժամկետներն անցնեն, տնային կալանքս ավարտվի, նոր ու նաև իմ պաշտպանն ասում է, որ եթե լիներ իմ այդ բաները, թղթերը, ես կարար իմ կարգավիճակը փոխվել, մեղադրյալից դժոխ դառնալ, որտեղ իրանցը դուք տեսակ կան իրանց թղթերը, ու իրանց վրա ոչ մի մարմնական չկա, չնայած իրանք գրել են, որ ես իրանց հարվածել եմ, խփել եմ եւ այլ, գոնե մի բան կլիներ, չէ իրանց վրա, գոնե արյան զեղել։ Ոչ մի բան չկա իրանց վրա, կետիկ չկա, այդ ո՞նց է տենց դառնում, ես ուզում եմ հասկանամ, այդ ո՞նց է մեր հարգելի ոստիկանությունն աշխատում։ Եթե աշխատում են, չէ, ուրեմն պետք է աշխատածը արդյունք լինի, չէ, բայց ուր է այդ արդյունքը։ Ես դատարանում հիմքեր եմ, փաստեր եմ ներկայացնում, որոնք որ չեն հաշվի առնցվում, ինչի համար։ Աչքն եմ հանել դատավորի։ Ում եմ ինչ արել։ Խի, ես ունեմ վիդեո, տեսանյութ, որտեղ որ կողքից երրորդ քաղաքացին խնդրում է, որ ոստիկանները ինձ հետ հարգալից խոսեն։ Այսինքն այդ ո՞նց պետք է լինի, որ ոստիկանը հարգալից խոսա, այսինքն քաղաքացու հետ, ինչի պետք է խնդրեն, որ հարգալից խոսա։ Կամ այսինքն եթե ինքը այդ ֆորմեն հակել, ինքը կարա իմ հետ տենց խոսա կամ ինձ քաշքշի։ Ո՞վ է ասա տենց բան։ Դուք այդ ժամանակ ոստիկաններին տեղեկացրել եք, որ ձեր նախկին ամուսինը հետապնդում է։ Այո։ Դրան էլ որևէ արձագանք չի եղել։ Ոչ, իրանք անգամ մեքենայից իջնելուց ինձ հարց չեն տվել, չնայած նրան, որ մեքենայում կին է եղել, ինձ չեն հարցրել, ասել գիտեք ինչ օգնության կարիք ունեք, կամ ինչի եք մեզ կանգնեցրել։ Չէ, նորմալ մարդը ո՞նց կգնա բարեկային մեքենայի կողքը կանգնի, պատուհանը կիչացնի, ասի օգնության կարիք ունեմ։ Հիմա լավ, խի, իմաստը։ Օրինակ կարայի չէ մտածեի գիտակցեի, որ կարան կանգնեցնեն, ասեն ինչ կարիք ունեք օգնության, այդ վաղտ ինչ էի պատասխան տալու։ Կարար չէ նման բան լինել, բայց եթե մարդը կանգնեցնում է ձեզ ասում օգնության կարիք ունեմ, դուք ով եք դառը, որ չօգնեք քաղաքացուն։ Նշում եք, որ 3 ամիս արդեն տնային կալանքում եք, միայնակ եք ձեր երեխաներին մեծացնում, չունեք ազգականներ, ինչպես եք հոգում երեխաների այսպես կարիքներ, այսպես ասած, երբ ձեր ավագ դուստրը դպրոցական է, ինչպես եք այս հարցերը լուծում նրանց սննդի կամ այլ կարիքների։ Քանի որ ես մինչև ձեր լրատվական դիմելը նորից բարձրացրել եմ իմ հարցը, ինձ սոցիալն է օգնել, անգամ դեղորայք ա բերել բալիկներից, 2 շաբաթից ավել է ես ու բալիկներս շատ ծանր հիվանդ էինք, շատ ծանր, պատկերացրեք անգամ որ քաղաքապետարանով, թաղապետարանով բոլորը խառնվել են իրար, բժիշկ տուն եկել, երեխեքին անզեն աչքով ուղղակի ստուգել ասել որ թոքերի հետ կապված խնդիր կա, ես կնիչին տեղեկացրել եմ, խնդրել եմ թույլ տա որ գոնե երեխեքից թեկուզ ասել եմ ոստիկանի միջոցով երեխեքին հիվանդանոց տանեմ, երեխեքի թոքերը պետքա նայվի, նկարվի, պուճուր են երեխային, ինքը ասել է ոչ, իմ պուճուր երեխան ունի վիրահատության կարիք, ատամիկների հետ կապված խնդիր ունի, կոտրվել է, արմատները մնացել են բերանիկի մեջ, հիմա տալիս է լնդերին, ինքը տեսակ չէ, տեղից նվազա 6 տարեկանի տեսք չի, ինքը գնալով քաշ է կորցնում, ինքը արդեն 5 կիլո քաշ է կորցրել, ինքը չի ուտում, որտեղ ինքը չի կարում կծի, ծամի, ինքը մենակ փափուկ բաներ ա ուտում, ես չեմ կարծում, որ երեխան կարա բանան ուտելով կամ ապլիսին ուտելով, ինքը կարա կշտանա կամ մեծանա։ Ես իրան ասել եմ, եկել ենք իմ տան մեջ նստել է խնդում ասում է հա այս մոդել է մյուս տարի կգրանցես երախոտ կգնաս անվճար էլի այդ վիրահատությունը կանես ասենք հասկանում եք եթե օրենքից ենք մենք խոսում ինչ օրենք եթե իմ երեխեքի բանը իրավունքները խախտվել է իմ երեխեքը իմ հետ հավասար կրում են տնային կալանք ուզում եմ հասկանամ խի քշել եմ առանց պրավա, լավ եմ արել, վարչական, ու կանեք, ով է ձեզ ասել, որ ես պիտի տնային կալանքի տակ լինեմ, կամ միջև ինձ տուգանելը, միջև ինձ անցնելը, մի հատ նայեք քանի տեղ տուժող եմ, իմ հարցերով զբաղվեք, բայց կարամ չէ պահանջեմ ես հայրենիքիցս իմ երկրից, իմ ոստիկանից, կարամ չէ ունեմ այդ իրավունքով։ Խախտված եմ փաստացի ձեր երեխաների իրավունքները, նաև ձեր իրավունքն է, ինչու ոչ։ Դուք դիմել եք մարդու իրավունքների պաշտպան։ Ես մի դիմել եմ, ես դիմումներ եմ ներկայացրել եւ այլ։ Ինչ արձագանք։
որևէ արձագանք չի եղել կառույցի կողմից։ Չէ, մարդիկ ասում են, սպասեք, մենք չենք կարա ձեր կալանքի հարցով ոչ մի բան լուծենք, մենք սենց, մենք ունեն զանգել են, ասում են երեխեքը ոնց են ասում, հիվանդ են, ես իմիշ պիտի ասում եմ տանեք բժշկի, ասում գիտեմ որ պիտի տանեմ, բայց ես չեմ կամ տանից դուրս գամ որ տանեմ։ Ոչ ոք չի հասկանում։ Իրանք երևի ուղեղները անջատել են, չեն հասկանում, որ եթե մարդը տնային կալանքի տակ է, ու այն որ չեմ ամաչում, չունեմ բարեկամ, կանեմ չունենամ։ Ասում եմ, մեկին ասեք թող տանի հիվանդանոց երեխեքին։ Հա ում ասեմ։ Հետա ձեզ ասել եմ, օրենքի ներկայացուցիչ եք, եկեք տարեք։ Եկեք տարեք։ Հախը չեք գալի տանեք։ Մեկն էլ դուք եք, չէ՞, ասել եմ ձեզ։ Դուք եք այդ գործերով զբաղվում։ Բժիշկն եկել է, այդ իր այդ լսելու սարքը վերցրել է, եկել է թոքերը լսում, ասում է պետքա նկարվի, ասում եմ գիտեմ որ պետքա նկարվի։ Եկել է ասես դեղեր ա գրել, ասում եմ ես չեմ կարա առնեմ։ Ոյ դեղերը ինձ բերել են բանը, սոցապից։ Ասենք ինչի համար պետքա ինձ սոցապից դեղեր բերեն։ Ես մեռել եմ։ Ես կյանքում պետությունը ինձ ոչ մի բանով չի օգնել, երբևիցե։ Ես ոչ մի բան չեմ ուզել, որտեղ ինձ չեն օգնել։ Այսինքն գնամ մեռի արի սիրեմ վիճակն է, պետք է ամբողջ կյանքս տնային կալանքի տակ լինեմ, որ մի բանով իմ երեխեքին օգնեն։ Ներկայումս երեխաների առողջական վիճակը բավարար է։ Ոչ, չի կանոնացել, որտեղ պետքա ստանան համապատասխան բուժում։ Երբ որ դեղ ես մենակ խմում, դեղը դա չի որոշում, որ չէ, լավացել այդ ուղղակի ժամանակավոր ինչ որ բան է, բայց ժամանակ առ ժամանակ նորից այդ նույն հազը կրկնվում է, որտեղ թոքերն է։ Ձեր տնային կալանքի ժամկետը երբ է անում։ Իմ տնային կալանքը 2 ամսով էր, ամսի 6-ին 40 օր ավելացրեցին, պատճառաբանելով, որ կարող եմ ես իմ տնից չգիտեմ ուր փախնեմ, երեխեքիս հետ քուչեք ապրեմ, սենց եմ ասում, որ ավելի պարզ լինի։ Ասենք եթե ես ստեղ եմ ապրում, էսա իմ տունը, իմ երեխեքի տունը ստեղ է։ Ես ո՞նց է պատկերացնում, ուր պետքա գնամ դրսեր ապրեմ իմ երեխեքի հետ, իմաստը։ Եթե իմաստ կա, ասեմ հա, իմաստ կա։ Բայց ուր գնամ երեխեքի հետ, գնամ փողի պատերի տակ քնեմ։ Երեխան դպրոց հաճախում է։ Երեխան դպրոց հաճախում է, բայց ինքը երեխա է հասկանում, ինչպես որ ասում է մեր հարգաժան քննիչը, 10 տարեկան երեխան բավականին մեծ չի, որ ինքը իր հարցերը միայնակ լուծի։ Իմ երեխան էքսկուրսիա է գնում, իմ երեխան թատրոն է գնում, ոնց է պատկերացնում, հիմա մենք ապրում ենք ապահով երկրում, կարա իմ աղջիկ երեխան, որը հասունացման շրջանում է գտնվում, կարա մենակ ինքը իր գնա ինչ-որ միտեղ։ Այդ խնդրում եմ ինձ մի հատ ծնող ցույց տվեք, որ 10 տարեկան իր երեխուն կարա թողի մենակ։ Հենց ցույց տակ ասեմ լավ, օքեյ, ես սխալ եմ։ Ես չգիտեմ այդպես ծնող, որ 10 տարեկան աղջիկ երեխուն, որը որ գտնվում է հասունացման շրջանում, մենակ թողի իր երեխան գնա թատրոն, մենակ թողի գնա ստեղ կամ ընդեղ։ Այսինքն քննիչն ասում է, որ կարող է երեխան մենակ հոգալ իր այսպես կարիքները կամ չգիտեմ, մենակ գնալ ինչ որտեղ։ Ես ձեզ ասեմ ավելին, քննիչը դատարանում է դա ասել, դատարանում, դատավորն էլ համաձայնվել է դրա հետ, լինելով կին, ունենալով երեխա։ Իր համար, այսինքն իրանց համար, նորմալ է, իսկ թվում է իրանց երեխեքը, որ դառնան 10 տարեկան, հանելու են վեշերը տան ձեռները, ասեն գնացեք առանձին ապրեք, մեծ եք արդեն։ Չունեմ ուրիշ, չկա ուրիշ բան, որ ասեմ։ Ես տենց եմ պատկերացնում, որովհետև եթե 10 տարեկան երեխան փոքր չի, բա ի՞նչ է։ Ինչ ձեր հետագա քայլերը ինչ եք պատրաստվում։ Ամբողջ աշխարհի դեմ էլ որ միայնակ դուրս գամ, մեկը պայքարելու եմ, ես էսի չեմ թողելու սենց մնա։ Ես չի կարա սենց մնա։ Նախ բարձրացնելու եմ իմ հարցերը, որ ես 1555 տեղ ուժող եմ գործով։ Ուժող եմ, 100 անգամ նույն մարդու վրա բողոք եմ գրել, որ ինձ անհանգստացնում է, ինձ խփել է, եկել է իմ տուն, ջարդ է, փշրե գողացը, այդ մարդը հիմա իր համար ազատ ֆրֆռում է։ Ազատ իր համար այդ լուրջ եմ ասում։ Այսինքն ձեզ համար վտանգ ներկայացնող։ Այո, ինձ համար վտանգ ներկայացնող մարդ, որ եկել է իմ տան մեջ, իմ երեխան փոքր 2 տարի առաջ 3 տարեկան ա եղել, իմ երեխան գիրկս բրթել է ինձ, ոստիկանություն դիմում եմ ներկայացրել։ Ոչ գվոցները կա, ոչ բվոցները կա։ Ես շատ կուզեի, որ դուք ներկա գտնվեիք, ինձ թվում է այդ հարցը չէիք տա,
որ քննիչը sense բերանը փակեք ում ծիծաղ էր տալիս, որ ավելացնում էին իմ կալանքի ժամկետը, տնային կալանքի, ու ինքը բերանը փակեք ում ծիծաղ էր տալիս։ Ես մենակ ուզեի դուք այդ տենայք ու հասկանային բոլորը, ու էդի տենց տեսաձայնագրվեր, որպեսզի բոլորը հասկանային, էլի մենք ուր ենք հասել։ Այս երկիրը պլենդուսից ներքև է իջել, որ քննիչը կարա բերանը բացի հռհռա, որ մարդու տնային կալանքը երկարացնում են իմանալով, որ խնամքին ունի միայնակ է ինքն էլ ապրում երկու մանկահասակ երեխա։ Ես չգիտեմ ուր ենք հասել մենք, կամ էլ երևի էլի չենք հասել, էլ այնքան կա միջև հասնենք, կամ երևի իմ քաղաքական տեսակներն է, իմ քաղաքական ինչ-որ այդ հարցերն է, երևի փորձում են հայեցքները, որ փորձում են օգտագործեն իմ դեմ, որովհետև ես բացահայտ եմ այդ ամեն ինչին վերաբերվում, նորմալ է, ես ունեմ տեսանկյունը, ես քաղաքացի եմ, ես ունեմ իմ ընտրելու հնարավորությունը, այդ էլ են օգտագործում երևի իմ դեմ, որտեղ ես հասկանում եմ լիքը բան կարա լինի, լիքը բան։ Այս ներկայիս Ոչ մեկին չեմ աջակցում, ոչ ոքի չեմ աջակցում։ Ավելի լավ է այս երկիրը անտեր մնա, որովհետև գումարը լինել տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Լինի էլի անտեր, հենա կա, բայց անտեր ենք։ Քաղաքացին չունի իրավունք, պարտական իրավունքներ, ունի միայն պարտականություններ։ Խի բայց ինչի համար կային ժամանակներ, որ քաղաքացին ուներ խոսելու իրավունք, արտահայտվելու իրավունք, ասելու, որ գիտես ախպեր ջան, մեղավոր եմ կամ մեղավոր չեմ, բայց հիմա դատարանում ուզում ես մի բան խոսես, ասում ես նստեք։ Ինչի համար։ Ձայնազուրկ։ Չեք հավատա, բայց Աստված ինձ էլ է տվել խոսելու ունակություն, մտածելու, լսելու նաև ինչի ոչ։ Այդ ունակությունները, երբ որ Աստված քեզ տալիս է, որ օգտագործես, չէ՞։ Ոնց որ տալիս է բերանդ ուտելու համար։ Քոնը կամ ուրիշինը, ոնց որ անում են այս երկրի մարդիկ։ Ճիշտ է, ոչ բոլորը, բայց դե ամենայն դեպս։ Մեզ պատմեցիք մի միջադեպի մասին, երբ որ քննիչը ձեր բնակարան է եկել եւ տեսել եմ ինչպես եք այսպես երեխաների համար ուտելիք պատրաստում։ Հիմա մանրամասնեք այդ միջադեպի մասին, ինչ է տեղի ունեցել, ինչ է ասել նա դատարանում։ Ինքան ամոթ է, բայց դատարանում, երբ որ երկարացնում էին կալանքը, միջնորդեց քննիչը, որ կալանքը 40 օր եւս երկարացնեն, երբ որ ես վրդովված կանգնեցի ոտքի, ասեցի, բայց իմ երեխեքին ով է պահելու, ես չեմ աշխատում, չեմ կարողանում, մեր հարգարժան քննիչը կանգնեց ոտքի, ասեց հարգելի դատարան, երբ որ ես գնացել էի իրանց տուն, ինքը երեխեքին հաց էր սարքում, լավ էլ ապրում է ինքը։ Այսինքն, եթե երեխեքիդ հաց ես սարքում, որ երեխեքը սովից գոնե չմեռնեն, ուրեմն դու հոյակապ ապրում ես։ Եթե այդպես է, ուրեմն ես ծիծելար թատեր եմ։ Որտեվ ամեն օր հաց եմ սարքում երեխեքի համար անկախ ամեն ինչից։ Այսինքն ներկայումս պետությունն է հոգում ձեր։ Հա, ես պետությունից ստացել եմ որոշակի օգնություն։ Մի հատ 45,000 դրամ կար քարտից վրա, որ պետք է կոմունալս վճարեի։ Դե քանի որ պետությունը շատ աղքատ է, մեր պետությունը շատ աղքատ է, մնացել էր իմ 45,000 դրամի, որ պետք է մի ամբողջ պետություն այդ 45,000 դրամով ապրի, սառեցրել են։ Եթե պետք է, տենց մի հատ էլ 45,000 դրամ էսա, որ ոտքս արդեն տանից դուրս գաք աշխատեմ, մի հատ էլ կուղարկեմ, որ հանկարծ սոված չմնա մեր պետությունը։ Հավատացած եղեք կանեմ։ Ես խոսք եմ տալիս կանեմ, հանրային խոստանում եմ, որ կուղարկեմ, 50 կուղարկեմ, լավ, 5,000-ի պրեմիա, որ այսքան վաղ չեմ ուղարկել, ասենք, գիտեմ, որ խնդալու է, բայց ինչ ասեմ, ասենք, մնացել էին այդ 45,000 դրամի, որ գիտեին պետք է կոմունալ վճարեմ, նորմալ է։ Նշեցիք, որ մի քանի գործով նախկինում ունեցած դժող եք ճանաչվել, բայց փաստացի այսպես արդյունք չկա այդ ամեն ինչից։ Ինչով եք պայմանավորում դա, որ ձեր այդ դժող ճանաչված խնդիրներին լուծում չեն տալիս, բայց վարորդական իրավունք չունենալով մեքենա վարելու ժամանակ ձեզ 3 ամիս արդեն տնային կալանք են տվել։ Կարամ այդ հարցին մի քիչ երկար պատասխանեմ։ Ես 8 տարիա չունեմ վարորդական իրավունք, ես 8 տարիա վարում եմ։ Բայց քանի որ կան ժամանակներ, որ նախկին ամուսնուս հետ հարաբերությունները շատ լավ էր, այդ ամեն ինչը օքեյ էր լինում։
Այսինքն բան չէր լինում։ Հիմա որ իմ հարաբերությունները իր հետ արդեն վերջնականապես խզվել է, ու ես կանգնեցի այս փաստի առաջ։ Այդ առաջինը։ Երկրորդը գործով էլի հանդես է գալիս իմ նախկին ամուսինը, որ մեր բնակարանից $10,000 փող ա գողացել, որը որ Շենգավիթի քննչականում է այդ գործը, մինչ օրս ինքը կասկածյալ է։ Ես տուժող եմ, օֆիցիալ ճանաչվել եմ տուժող, բայց ոչ գվոց կա, ոչ բվոց, անգամ դատարան չի հասնում գործը։ Այս վերջում էլ 1 տարի է, հեսա 1 տարի կլինի հուլիսին, որ իմ բնակարանից էլի գողություն է եղել ու նույն բաժնում է, այս Քանաքեր Զեյթունի քննչականում է, ու էլի ոչ գվոց կա, ոչ բվոց կա, ես ուզում եմ մի հատ հասկանամ, այդ հարցը, որ դուք տալիս եք, ես լիարժեք չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, ես ձեզանից այլ ավելի շատ եմ ուզում իմանամ, անգամ հավատացած եղեք, շատ շնորհակալ կլինեմ, որ թեկուզ դուք ինձանից առաջ իմանաք իմ հարցը, ու ինձ գոնե կես բառով ասեք, ես էլ հասկանամ, տեղեկացված լինեմ, թե խի։ Ես ձեզանից շատ եմ ուզում իմանամ հիմա, ու արդեն մի քանի տարի է ուզում եմ իմանամ խի, որովհետև 3-4 տարի անցել է այդ գործից։ Դրանից առաջ 3,80,000 են գողացել իմ պայուսակի մեջից, կենտրոնում է էլի գործ եղել, ոչ մի բան, լուրջ եմ ասում, այդ բոլորը կա, ես կարող եմ բոլոր տեղերից այդ վերցնեմ գործերը ու ներկայացնեմ, ու որ պետք է սևը սպիտակի վրա կա, այնպես չի, որ ես տենց, հիմա 3-4 հատ գործ են ուզում վրես կարեն, ասելով, որ չգիտեմ ում եմ ծեծել, ու այդ ծեծ չի եղել, իմ երեխեքին նեղացրել են, դրսում դուք տեսակ իմ երեխեքին չխելոք են, պուճուրից նեղացրել են, մեծս գնացել է, երեխու տատիկին որ տեսնի, ասի, գիտեք, սենց էլ երեխուն նեղացրել են, այդ կինը ուզեցել է խփի աղջկաս, բա ես ծնող եմ, բա մեծ չգնամ, ասեմ դու ես, որ իմ երեխուն ուզենաս խփես, գնացել եմ այտենց խոսացել են գիշերը իր աղջիկը, ժամը 12-ից եկել է 3 հոգով հարցակվել են իմ տան վրա, ես անձամբ զանգահարել եմ 102, բարեկային աշխատակիցներն եկել են, ասել են, որ եկել են հարցակվել են իմ տան վրա, ու ես հիմա մեղադրյալ եմ գործով, գործը դատարանում է, լուրջ եմ ասում, ես իմ տան վրա գիշերը գան հարցակվել ժամը 12-ից 3 անձով, ու ես դառնամ մեղադրյալ, մենք ուզում եմ հասկանամ, ոնց է լինում այտենց, հայելում, վсё, մեղադրյալ եմ, օքեյ, բացատրեք, ոնց եմ մեղադրյալ, բա ուր է իմ ահազանգը, իմ ահազանգով, որ ես զանգահարել եմ, բա թաղային, դու ուր ես, մի հատ խիչ ես եկել ասել, գիտեք ահազանգ եք տվել, որ եկել ձեր տան վրա հարցակվել են, ճիշտ եմ ասում, թե սխալ հարցը երկրորդ կողմն է, դու ուր ես, ոչ տունն ես, ոչ բաղ չեն, բա խիչ ես մի հատ եկել ասում, գիտես, ահազանգ ես տվել, ինչ ա եղել, իմ բնակիչն ես, չէ կարա, չէ լինի, բա խի եմ հիմա մեղադրյալ, խի է հիմա գործս դատարանում ավանի, ես էլ եմ ուզում իմանամ, ուզում եք, չէ դուք իմանաք, ես ձեզանից շատ, չէ որ ես եմ իմ պաշվի մեջ, ես ավելի շատ եմ ուզում իմանամ խի, համել հիմա առանց վարորդականի քշելը խնդիր չի, չէ որ մեր վարչապետը ասել է վարորդ լինելու համար պետք չի վարորդական իրավունք, ասել է կարեք վարեք, A-կետից B-կետ ենք տեղափոխվում, հիմա էլ են վաղտվա բարդությունները չի, մի հատ դնում ես դե գնում ես, հետա մի քանի օր առաջ մեր հարգելի վարչապետը չէր ասում, ամբողջ TikTok-ով էտա, Ձեր հետագա քայլերը, երբ է ձեր հաջորդ դատական նիստը, եթե օրինակ նորից փորձեն երկարացնել ձեր տնային կալանքի ժամանակը, հիմա ինչ եք անելու։ Նախ հանրայնացնում եմ իմ հարցը, որպեսզի չերկարացվի իմ տնային կալանքը, որպեսզի իմ ոտքը տանից դուրս գա եւ ես կարողանամ հարցերը լուծեմ, բայց ես վստահեցնում եմ դες անգամ, որ ինձ փակեն էլ, փակի տակ էլ լինեմ, մեկը այս հարցը համաշխարհային է դառնալու։ Այսի ոչ ոք չի կարա մարսի, նախ իրանք ամբողջ պետությունը, բոլորը անխտիր, կլինի գլխավոր դատախազ, կլինի արդարադատության, ով ուզում է լինի, բոլորը պետք է ինձ պատասխան տան, ինչի որ գործերով, որ ես տուժող եմ,
Ուր են իմ արդյունքները աշխատանքի։ Ուր են։ Այդ հարցին պետք է նաև ես առանձին հարցազրույց եմ տալու ու իրանք պետք է ինձ պատասխան տան։ Ուր են իմ գործերը։ Եթե մի հատ էլ երկարացվի, էլ չեմ նայ թուղթեմ ստորագրե թե ինչ եմ, այլ ամեն ինչը որ մենակ ձեզ էր հասանելի, միայն դուք կարդացիք, չէ՞, դուք տեսաք իմ թղթերը կարդացիք գործը։ Այդի հանրայնացնելու եմ։ Բոլոր լրատվամիջոցներին ուղարկելու եմ ու հավատացած եղեք, էսի մի հատ բում է լինելու։ Հակասությունները տեսակ դուք, ցուցմունքները տեսակ, որ մեկը մեկին հակասում է, կամ ինչի համար պետք է իրանց դատաբժշկի թղթերն են, 3 ամիս անցել է, ուր են իմ բժշկի թղթերը։ Խնդրում եմ, ես այս հարցը հիմա, այսինքն ամեն ինչից առանձին, տալիս եմ տիկին Արփինեին, մեկ էլ տիկին դատախազին գլխավոր, ուր են իմ թղթերը։ Կարամ չի իմանամ, իմն է, իմ թուղթն է, կարամ տղան թափեմ։ Չէ՞։ Ուր են իմ թղթերը, ուզում եմ։ Դուք նաև թերգից եք, չէ՞ զանգել այդ հարցով, ինչ պատասխան են ձեզ տվել։ Չէ, 1-2 եմ զանգահարել, ասում եմ ում դիմեմ, ասում եմ ես չեմ կարող ձեզ ասեմ ում դիմեք։ Դուք լսեցիք ձայնագրությունները։ Ասում եմ ես չգիտեմ ում կարող եք դիմել։ Ասում եմ այսինքն դուք օրենքի ներկայացուցիչ եք, դուք չգիտեք ում պիտի զանգեմ։ Ես եմ իրան հուշում, ասում կարող պիտի քննչական կոմիտե զանգահարեմ։ Ասում եմ հա, պիտի զանգեք թեժգից քննչականի։ Իսկ զանգել եք։ Ես շատ վաղուց եմ զանգահարել։ Ուղղակի ինձ շատ սիրուն ձևով հասկացնել տվեցին, որ գիտես աղջիկ ջան, եթե մի քիչ շատ դու իրարկած տեղից ես, դու թուղթ ունես ստորագրած, դա կարան օգտագործեն քո դեմ։ Ու իրանք կարան օգտագործեն իմ դեմ, որտեղ իրանք անաստված են։ Իրանք մարդ կոչվելու իրավունք չունեն։ Առհասարակ չունեն։ Մոտակայքում խանութ չկա, իմ երեխան, իմ 10 տարեկան երեխան ստեղից հասնում է ռայկոմ, որ գնա խանութ, մի բան առնի, հետ գա։ Ստեղից ռայկոմ էլ գիտեք էլ ինչքան հեռու է։ 3-ից 4 կանգառ է։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Լիքը բաներ կան, լիքը։ Այս երկիրը, որ մենք մտածում էինք, որ գիտեք, հեղափոխությունն է, ժողովուրդն է արդեն կառավարելու երկիրը։ Պետքա ծաղկեր, բայց ինքը գնալով ավելի նամրոտում է։ Սենց փառ է կապել արդեն։ Տիղմը ջրի տակից հելել է, ամբողջ սենց ասֆալտով փառապատել է։ Չկա, երկիր չկա։ Ասենք ես միայնակ մայր եմ, լավ, սկսենք այդտեղից, եթե երկիր կա, երկիրը կա, չէ, օրենք կա։ Միայնակ մայր եմ, ես ինչի նպաստ չեմ ստանում։ Լավ հարց։ Խի չեմ ստանում, 2 երեխա եմ ես երկրի համար լույս աշխարհ բերել, կապ չունի աղջիկ թե տղա։ Ինչի չեք ստանում։ Ինչ հիմնավորում։ Ձեզ ինչ որ հիմնավորում տալիս։ Հա, բավք չեն տալիս։ Իրապան մոտ խնդամ ասեմ, էլի։ Մայրիկս մահացել է, այս տունը ժառանգությամբ ինձ է անցել։ Ես պետք է ընտրեի, կամ ամիսը ստանա 2 երեխաներիս համար 30,000 դրամ, կամ ժառանգ ճանաչվեի։ Դա բնականաբար դուք ընտրեցիք։ Ամիսը 30,000 դրամով դուք կարեք 2 երեխա պահեք, կամ միայնակ կարակ ապրեք։ Ասենք խնդրում եմ, էլի, մի հատ ոնց են մարդիկ պատկերացնում։ 10-20,000 ամիս աշխատավարձ են ստանում մարդիկ, քիչ է իրանց համար, պրեմիաներ են ստանում, էլի քիչ է, իրանց երեխեքը իմ երեխեքը չէ, հա, իրանց մսից ու արունից են, իմը ինչից են, երկաթից, հա, ժանգաջրով են մեծանում, ով ասել տենց բան, նույն երեխան չի, նույն մսից արունից չեն, Երեխաների հայրը վճարում է ալիմենտ երեխան։ Չէ, ես այդ հարցով եմ էլի դիմելու եմ դատարան, որովհետև ես ի սկզբանե միայնակ եմ եղել, հիմա մի երեխուն հայրություն է ճանաչել, փոքրին, մեր շատ հարգելի տիկին Ուլիխանյանն է եղել դատավորը, իրանց ծանոթն է, առանց ինձ նիստեր են անցկացրել, առանց ինձ տեղյակ պահելու, մարդը հայրություն է ճանաչել, մարդը տեսակցության հնարավորություն ունի, բայց լավ, եթե տեսակցության հնարավորություն ունի, հիմա ես նեղ վիճակի եմ, պարտավոր է, չէ, օգնի, բա ուր է ինքը։
Բա ուր է այս 3 ամսվա մեջ ինքը շաբաթ կիրակի պետքա ծնողի թեկուզ ներկայությամբ ինքը ունի այդ իրավունք իրան ոչ մեկ չի կարա զրկի դատարանի թուղթ ունի բախի ինքը չի գալի իր երախուն տենա եթե տիկինը իրան հայր է ճանաչել բախի չի օգտվում իր իրավունքներից Չէ մի րոպե էլի նա ծուռը նստենք դուզը խոսանք դատարանը տվել է չէ իրավունքը քեզ պայքարեցիր ճղեցիր քեզ գլուխդ պատեպոտ տվիր ես հեր եմ բայց երեխեդ սոված է Հեն առանց լույս է այսօր երեխա հետ, բա ուր ես դու, չէ, ես չեմ կարա արգել եմ, ուզեմ էլ չեմ կարա արգել եմ իրան, թուղթ ունի, ինք շաբաթ կիրակի կարակա տենա իր երեխուն, բախի չի գալիս։ Այս ընթացքում ոչ մի անգամ չի այցելել։ Խնդրում եմ ես դες յանի մի ընթացքում այցելել էր, որ մի հատ էլ ես ընթացքում այցելի։ Չեմ հասկանում էլի Ես ասում եմ, լսեք, ասում եմ, մենք դատարանը մինիստրի եմ տեղեկացվել եմ մինիստրից, եկել եմ, ու դատարանը հենց տեղ եմ, տան մոտ է։ Ես իմ հասցեն, որ փոխել եմ այն մի տնից, Շարբախից եկել եմ ստեղ։ Ես տվել եմ իրանց իմ հասցեն, իրանք դիտմամբ, ծանոթություններ ուղարկում էին իմ հին հասցեով, որ ես չտեղեկանեմ նիստերին չներկայանամ։ Դիտմամբ։ Այդքան այդ գործը ոչ մի բան, որ այդքան անօրինականություններ, ապօրինություններ ա եղել, այդի ոչ մի բան իմ առանց վարորդական վարելը, ես բան եմ, ազգի դավաճան եմ, հա? Այդ ոնց է տենց դառնում, դե եկեք ես մի գործ են, մի գործով գործենք, այն մնացած գործերի համար պատասխան տվեք ինձ։ Այս մի գործը, որով որ մեղադրյալ է, օքեյ, այդքան տեղերով տուժող եմ, Մեկը մեկով կործենք, չէ, ասես փակենք։ Այն մնացածի համար պալյուբոմը պետությունը պարտքա ինձ։ Պալյուբոմը պիտի պատասխան տա ինձ։ Մեկը մեկով երկուսը մեկով եմ կործում։ Այն մնացածի համար պատասխան տուր ինձ, հարգելի պետություն։ Որտեղ որ քաղաքացին խոսքի իրավունք ունի, ըստ ձեր ասելու։ Դուք եք չէ ասում, ես ոչ չեմ հնարում ինձանից։ Ամեն անգամ ասում եք քաղաքացին իրավունքներ ունի։ Ուրա Թողեք օգտվեմ իմ իրավունքից։ Կամ 5 տարի առաջ ես խնդիր եմ ունեցել դիմակի հետ կապված, ես վաղամիջյան ժամկետն անցած գործը դու քեզ բերում կցում ես գործին։ Վաղամիջյան ժամկետն անցել է, քեզ ինչ ես վճարել եմ այդ 400,000-ը, թե չէ։ Անցել է վաղամիջյան ժամկետը, պրոբացիայից անձամբ զանգարել են ինձ, ասել են վաղամիջյան ժամկետն անցել է, արի դիմում գրի, որ վաղամիջյան ժամկետն անցնելու պատճառով խնդրում եմ ինձ պատժից ազատել, վсё, չեմ վճարում։ Անցել է վաղամիջյան ժամկետը, ինչ անելու եք, այդ վաղ պիտի անեիք։ Հիմա էլ չեք կարա 5 տարի անցել է, 5 տարի, հələ շատ, մի քիչ որ հաշվեմ, հեսա 6-րդ տարին է գալի, որ անցել է, այտենց որ 15 տարի առաջ էլ էլի լիքը գործեր եմ ունեցել, 1000 է, դանակով խփել են ինձ, բացեմ, սաղ կյանք պետությունը պարտքի տակ կլինի իմ մոտ, սաղ կյանք լուրջ եմ ասում, 3 վարչապետ էլ փոխվի, 5 հատ նախագահ էլ փոխվի, այդքան պարտքի տակ կմնան, եթե ես օրենքով խոսամ մեկի հետ, քանի անգամ եմ, քանի տեղ եմ տուժող եղել, ինչ եք ուզում ինձանից, կպեպոք չեք գալի, ինչ եք ուզում, ասեք ուզածներդ ինչա տամ, ամիսը 45,000 եք ուզում, ասեք ուղարկեմ, ինչ անեմ, ասեք, բա ոնց ասեմ էլ, ես չեմ տենում ուրիշ բան, ես ուրիշ ելք չեմ տենում, Կարող ես եմ այդքան անգրագետ։ Ասեք, մարդիկ կան 15 անգամ նույն բանի համար տանում են գործը դատարանի դռներից հետ են ուղարկում։ Այդ անձամբ գիտեմ, ես գիտեմ անձամբ։ Խի ախպերի չեմ արել, լավ եմ արել առանց վարորդականի վարել եմ։ Մի հատ եկեք իմ հետ հավասար վարեք, տեսնենք դուք ունեք 100 տարվա վարորդական, եկեք իմ հետ վարեք, տեսնենք ով ավելի շատ կանոնները գիտի, ես թե դուք։ Ով ավելի լավ վարում, ես թե դուք։ Թե դուք մտածում եք, տես ձեր մտածելը, որ մարդկանց 3, 4, 5 անգամ կտրում եք, ուրեմն տենց է, դուք եք գիտեք խեք կտրում։ Ամեն անգամ մարդիկ 36,000 պետական վճար են անում, որպեսզի գան քննության։ Պետության բյուջեն է լցվում, բայց երբ խոսում ես պետությունը բյուջե չունի։ Ես ես վիճակում եմ, լավ, խի մի օր մեկը չեկավ, ասեր, գիտեք, երեխեդ ունի վիրահատության կարիք։ Կամ չէ որ բժիշկը տեղեկացնում է, չէ, այդ ով որ իրան ասել է որ գա,
Այսինքն բնականաբար բժիշկը նաև պետք է տեղեկացնի, չէ՞ որ եկել է, ինքը իմ տուն իմ երեխեքին նայել է։ Եթե դու պետություն ես, հարգելիս, այնտեղ նշվել է, չէ՞ որ երեխան թոքերի հետ կապված խնդիր ունի։ Բա դու խի՞ չես գալի իմ երեխուն հիվանդանոց տանես, եթե դու պետություն ես համարվում։ Բա ուր է քո պետությունը, ուր է քո սիրտը, ուր ես դու вообще ուր ես։ Չկաս, բա եթե դու չկաս, ինձանից ինչ ես ուզում։ Այսինքն դու չկաս, երբ որ դու ինձ պետք ես։ Բայց երբ որ ես մի հատ sense շեղվում եմ, դու արդեն всё հայտնվում ես։ Անձրևից հետո սունկ էլի։ Հեն որ անձրևը գալիս է, սունկը բուստում է, sense ծլում է։ Բա դու ուր ես այն ժամանակ, երբ որ հիմա դու պետք ես ինձ։ Իմ պետությունն ես, ես սաղ կյանք ստեղ եմ ապրել։ Ամբողջ կյանքս ուրիշտեղ չեմ ապրել իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Ստեղ եմ ապրել, ընտրել եմ իմ պետությունը, չեմ գնում, մնում եմ իմ հայրենիքում։ Դու ուր ես, իմ երեխան օգնության կարիք ունի։ Հիմա իմ երեխեքը ունեն օգնության կարիք, հիվանդ են։ Չեմ ասում, որ այն ուտուրս վիրահատության կարիք։ Դու ուր ես բա։ Ուր ես դու։ Մի հատ գոնե ձեն հանի իմանալ տոնը մարդ կա։ Դա մենակ պահանջում են, քաղաքացուց մենակ պահանջում են։ Ինքը չի տալիս, ախր ինքը պետք է մի բան տա, որ մի բան վերցնի։ Մի բանը որ վերցնում է, պետք է էլի հետ տա, չէ՞, գոնե մի բան, որ էլի կարողանա մի բան հետ վերցնի։ Բայց չէ, ինքը մենակ պիլասոսի նման քաշում է։ Էդի ո՞նց է տես դառնում։ Ո՞նց է տես դառնում։ Դա դու ես իմ պետությունը։ Իմ հույսը դու ես։ Եթե դու բերել ես այդպես մարդիկ ես դրել գործի, որ իրան գործից չեն հասկանում, մարդկանց շարով են տալիս, հա ինչ, ամբողջ ազգին տարփագի։ Ինչ ես շահելու։ Հետո ինչով է ցեղասպանությունից տարբերվում։ Հիմա որ իմ երեխեքը տուն են ամբողջ օրը, հիմա որ իմ երեխեքը կարան առանց լույս մնան, առանց գազ մնան, իմ երեխեքը որ թոքերը էլ ավելի բարդություն տա, իմ երեխեքը խոսքի օրինակ ան, մեռան ախպեր իմ երեխեքը, քո ինչն է ավելանում։ Ինչ է ավելանում։ Ինչ որ բան ավելանում է քո մոտ։ Չէ, բա ինչ ես ուզում, արա։ Հերիք չի մարդկանց խեղտած բանում ես, թող ապրեք, չես ուզում։ Մի հատ ասենք ես ուզում եմ այս հարցը նենց լայնածավալ լինի, որ մի հատ հանրայինորեն ասած բոլորս քննարկենք այս իմ հարցերը։ 3 գործը մեկով փակում եմ, նայեք, այնտեղ երկուս էր, հիմա 3-ը մեկով փակում եմ, լավ են մնացածի համար պատասխան տուր ինձ։ Կպել են ոք չեն գալիս։ Այն որ չգիտեմ էլ ինչ ասեմ։ Ո՞վ է ձեզ ասել, որ դուք կարաք իմ երեխեքին իմ հետ հավասար զրկեք փակի տակից։ Կամ ով է ձեզ ասել, որ ինքը կարա այդ ֆորմեն հագնի, ինքը իրան լավ տղա զգա ու ես պատասխան տամ։ Հա? Ով է տենց բան ասել։ Ինքը որ այդ ֆորմեն հագել է, ճիշտ է ինքը։ Տեսնում ենք էլի մեր ոստիկաններ էլ գողանում են, էլ մարդ են թալանում, էլ թմրանյութով քանի հատ ոստիկան հեռացրեցին օգտագործելու համար։ Ինչ եք ուզում։ Իրանք զորո մարդկանց հանցագործ են սարքում։ Ինադու են անում։ Նռիվ ինադու են անում, այսինքն օրենքը չի օգնում քեզ, չի սատարում քեզ։ Օրենքը ստիպում է, պրովոկացիա ենթարկում, որ դու քո հարցերը լուծես։ Մտածես ասես, գիտես, օրենքը ինձ չի օգնում։ Ես իմ հարցը գոնե լուծեմ։ Էտա չկա, ուրիշ այդտեղ բացատրություն չկա։ Եթե ես դիմում եմ ոստիկանին, ոստիկանից չի օգնում։ Բնական է ես չէ՞ պետք է իմ հարցերը լուծեմ։ Խի ես իմ հարցերը լուծեմ հանցագործ դառնա։ Բայց դու ինչի համար ես փող ստանում։ Ինչի համար է իմ պետությունը, իմ փողը տալի քեզ։ Խի։ Ո՞վ է ասել, որ պետք է դու չաշխատես փող ստանաս։ Այդպես բան կա։ Հետո ասում են երկիրը ծաղկեցնում ենք։ Տենում եմ ոնց եք ծաղկեցնում։ Ես տենում եմ։ Այդ կանան ուրիշ մարդիկ վախենան ձեն չհանեն։ Ես ինչ տենում ասում եմ, ես տենում եմ ոնց ես դու ծաղկացնում քո երկիրը։ Զանգում ես ոստիկանություն, ասում ես մեքենավետեր են մտել են դրանից դեմ, ասում է էդի ընդհանուր օգտագործման տարածք է, ես չեմ կարող ոչ մի բան անեմ։ Այսինքն իմ տան մուտքը ընդհանուր օգտագործման է։ Լավա չասեցին հանրային զուգարանա։ Մի օր այսպես դուրս բացում եմ, երեխաս չի կամ տանիցս դուրս գա, որ դպրոց գնա առավոտ։
Զանգել եմ ոստիկանություն, ասում է, բան, դա ընդհանուր բակ է։ Ո՞նց է ընդհանուր բակ, որ իմ դուռն է։ Տանս դեմից դուրս եմ գալ, իմ շեմն է, ո՞նց է ընդհանուր բակ, մեկ կասեք։ Պարկովկի նշան կա դրած։ Չէ, ինչ հարցով զանգում ես, չկան ախպեր, ոչ տունն է, ոչ բախ չեն։ Ոչ միտեղ չկան իրանք։ Բայց խի։ Բա ինչ հարցով զանգեմ։ Զանգեմ ասեմ մարդեմ սպանել եկեք դիակը տնիցս տարեք։ Կամ ասեմ գողություն եմ արել։ Բա ինչ ասեմ։ Ինչ հարցով զանգեմ, որ ինձ օգնեն։ Ասենք չես կարա։ Ասենք հարգելի դատարան, դու որ ինձ տալիս ես տնային կալանք, բա դու մի հատ նայախ չես անում, մի հատ նայես մարդը ինչ հարցերի մեջ է, ինչա, ոնց է, կամ ես քեզ վիդեո եմ տրամադրում, որտեղ որ իմ մեջ շատ վատ է խոսում ոստիկանը, քաշքշում է ինձ, հրում է ինձ։ Ես էլ իրան դիմում եմ հարգելի ոստիկանով, դու իմ վիդեոն խիչ ես գործին գցում, տրամաբանելով, ասելով, որ ամսաթիվ չկա վրան։ Ամսաթիվ չկա վրան, ոնց որ իմ սեփական հեռախոսը հիմա բռնականձել ես, 3 ամիս է քո կաբինետում դրած է, չէ՞։ Չես միացնում դու, չէ՞, այսինքն իր մեջից դու բան չես վերցրել, 3 ամիս է։ Այդ նույն հեռախոսը, որը որ նկարվել է, վերցրու տար փորձաքննության, դու տես այդ օրվա նկարածա, թե ուրիշ օրվա։ Փառքաստու փորձագետներ կան, ես տեղեկացված եմ, գիտեմ։ Կան, չէ՞ նման փորձագետներ, որ կարում են հասկանան երբ հա ոնց է ինչա։ Բա կցի գործին, եթե դու անմեղ ես։ Եթե դու վստահ ես քո աշխատակցի վրա, չէ՞։ Կցի գործին։ Խիչ ես գցում գործին։ Կամ ինչ ես դու իր դատաբժշկի թղթերը պահանջում, իմը չէ։ Բա իմն էլ պահանջի։ Կողը ներքին կոտրվածք ունեմ։ Կողը սալջարդ ունեմ։ Կողը ամեն ինչ ունեմ։ Բա դու խիչ ես պահանջում։ Կարող է խափում եմ։ Կարող մարմնական նաև չի եղել։ Բա դու վերցրու տես։ Մարմնական չի եղել, մի հատ է սուտ մատնություն գրի վրես։ Բա գրի, ուզում եմ, համաձայն եմ։ Բա վերցրու իմ թուղթը գրի, գիտես ինչ կա։ Հարգելիս, դու չունես մարմնական, ոչ մի հատ մարմնական, ոնց որ մեր ոստիկանների վրա չկա, նույնը քո վրա չկա։ Ինչ է սուտ տալիս։ Բա թող այդքան անեն։ Ես համաձայն եմ։ Երկու ձեռքով կողմ եմ։ Երկու ձեռքել ուրիշից կխնդրեմ, 4-ով կողմ կլինեմ։ Բա խիչ ես անում, եթե դու արդար ես։ Խիչ ես անում, արդար մարդ ես դու։ Արդար դատախազ ես։ Խիչ ես անում։ Թե քո արդարությունը արտանում այն ժամանակ, երբ որ դու լավ տրամադրությամբ ես արտանում։ Թե որ պետքա քո պետությունը քո աթոռը պահելու համար։ Մենակ այդ վաղտա քո մոտ արդարություն։ Ինչ ես ուզում ինձանից։ Ասա ուզածդ ինչա հանեմ տան պրծնեմ քեզանից, վայ։ Լարել ես հետևիցս չես ուզում։ Գնա լարի են մարդկանց հետևից, ովքեր նարկոման են, ովքեր պիդոֆիլ են, ովքեր որ գող են, ավազակ են, խափող գցող են, սուտ վարկային կազմակերպություններ են բացում, հազարավոր, միլիարդավոր մարդկանց են խափում գցում։ Խիչ ես լարել իրանց հետևից, արա։ Ինչ ես ինձանից ուզում։ Գնա լարի են մարդկանց հետևից, ում ավտոներն են տանում, ում տներն են մտնում գողանում։ Խի ես իմ հետևից լարել։ Ինչ ես ուզում ինձանից։ Ինչ ես տվել չես կարում առնես։ Դու ինձ տված ոչ մի բան չունես։ Ոչ մի բան։ Չունես դու ինձ ոչ մի բան տված։ Դու ես պետությունը նենց ես սարքել, ես իմ երեխուն տանում եմ ուղիղ մոր, ականջը ցավում է։ Մի հատիկ իմ երեխուն ընդհանրապես առանց ոչ մի բանի ցավազրկողա գրե տվես մոտ 13000 դրամ վճարի։ Ինչի համար վճարեմ, այ ոչխար։ Խի վճարեմ, տարածքի բնակի չեմ։ Չեմ կանչես կորի, կպածա։ Ասել եմ, կարա ինչ-որ մարդ լինի, ավելի վատ լինի, հիվանդ լինի, չեմ ուզում անիմաստեղ նեղություն տամ։ Երեխուս առել եմ 2 ոտա, իջել եմ ուղիղ մոտ, ընդհանրապես ցավազրկողա գրեմ, միջև առավոտ լույսը բացվի, որ տանեմ հիվանդանոց նորմալ։ Ասում եմ 13000 դրամ վճարեք, ասում ինչի համար։
ասում կոնսուլտացիայի, ասում խի վճարեմ, բա որ եկա, ինձ խի չասիր վճարովի է։ Ինչի՞ ես ինձ դուրս գալուց դու կանգնացնում, ասում 13000 վճարի։ Հետո ինձ մի շաբաթ հետո զանգել են այդ նորից ասում են, բանա, դուք քարտով եք վճարելու, թե բերելու եք, ասի չեմ վճարելու։ Ասում եք դիմեմ ոստիկանություն, ասի ում ուզում ես դիմի։ Ում ուզում ես դիմի, չեմ վճարում։ Եթե վճարովի է քո ծառայությունները, օրենքով սահմանված մտնում եմ, պիտի ասես կոնսուլտացիան 13000 դրամ է, կուզեմ, չեմ ուզի, չեմ ուզի։ Դու ով ես վերջում ինձ իֆր ասես 13000 դրամ փող տուր։ Էս է մեր պետությունը։ Ում համար է վճարովի, իմ համար վճարովի է, բայց որ թուրքը գա իր համար վճարովի չի։ Հա? Անվճար ծառայություններ, վիրահատություններ կանեք, ինչա որ մի հատ լուրերով ասեն օտար երկրացուն տրամադրվել է անվճար օգնություն։ Հե, քաղաքացու դուր այդ անվճար օգնությունը, քաղաքացի համ շնորհակալ կլինի, համ էլ ավելի լավ։ Այդ օտար երկրացին մյուս ընտրություններին չի գալու քեզ ընտրել, քո քաղաքացին այլի քեզ ընտրելու։ Դու չես գրելու օտար երկրացի, ես քեզ անվճար ծառայություն եմ մատուցել, օրի ինձ ընտրի։ Չէ՞։ Դու իմ համար ես աշխատում։ Իմ ու քո երկրի համար ես աշխատում։ Իմ երեխան մի հատ գնա հիվանդանոց 13000 դրամ փող ուզես։ Ուր ենք հասել։ Ասենք ուր ենք էլի մենք հասել, մենք ուզում եմ հասկանամ։ Թե հələ չենք հասել, ինձ թվում է։ Հələ ուղիղ ճանապարհ ունենք երկար անցնելու իրար հետ։ Այս հարցը սենց չի մնալու։ Ես այնքան եմ բարձրացնելու այս հարցը, որ միջև վարչապետ խառնվի ու մի հատ հասկանանք էլի։ Այդ ոնց է տես դառնում։ Երեքը մեկին լավ տարբերակ է, թող համաձայնվեն իմ հետ։ Հետո մնացած պարտքերը կտան երևի։ Կամ էլ թողելը մնան պարտք։ Ինչ էլ անեն մեկը չի դառնալու։ Ինչ ուզում է անեն չի դառնալու։ Այս երկիրը ինձ այնքան է ցավացրել, որ իմ դիակը, մամայիս դիակը տանս մեջ իմ երկու երեխեքը մեկը 7 տարեկան, մեկը 2 տարեկան տանս մեջ մամաս մահացել է ռակից, 4-րդ աստիճանի ռակ ա եղել, ճնշումը լրիվի չէ, զրո, սկորու աշխատողը տանս մեջ, եկել են ձերբակալում տանում են, ասում դու ես սպանել։ Որ մարդը ռակից մահացել է, բժիշկը եկել է, այս հենց հերվից հերու կային է նայեցել եմ, իր մահով է մահացել, ճնշում չկար, զրո ճնշում։ Ինձ ձերբակալ է տարի բաժին։ Էխի։ Երեխեքս տան մեջ, դիակը տան մեջ տայել են բաժին ինձ։ Մտածեք ուր ենք հասել։ Ասենք ոնց հատ ես դառնում։ Թե որ անդադ ամեն ինչի վրա աչք եմ փակել, այս համար աչք չեմ փակելու։ Չի լինելու։ Ինձ ամեն անգամ վախեցնում են, որ կտանեն կալանքի, հետո տանեն։ Հետո ինչ։ Ինչ է փոխվում։ Հարստանալու եք ես տանեք կալանքի։ Թե քաղաքում ինչքան հանցագործություն կա վերանալու է։ Եթե ես իմանամ երկրագնդի վրա բոլոր հանցագործությունները կվերանան, օքեյ, թող ես տանեն փագեն։ Գոնե երեխեք ապահով կապրեն։ Ճիշտ է առանցից, բայց ապահով կապրեն։ Էս ինչ է կատարվում։ Էս ուր ենք մենք հասել։ Հիմա խի եմ ես տնային կալանքի տակ, էդ եմ ուզում հասկանամ։ Իրոքից ուզում եմ հասկանամ, խի եմ տնային կալանքի տակ։ Ես տնային կալանքի տակ եմ, լավ, բա ուր են այն մարդիկ, ում դեմ որ քրեական գործեր է հարուցված։ Խի են իրանք դրսում ես տնային կալանքի տակ։ Չէ, կարամ, չէ հարցը, ես իրավունք ունեմ տամ այդ հարցը։ Ըհն, անձամբ տալիս եմ այդ Արփինե, ինչ են ազգանում։ Արփինե Սարգսյանին, ըհն։ Անձամբ իրան եմ տալի, գլխավոր դատախազին եմ տալի հարցը։ Այդ ոնց է տես դառնում։ Կարող է օգուտ կա իրանցից։ Հələ տենամ ինչ օգուտ է, կարող է ինձանից էլ այդ օգուտը լինի։ Ես էլ ինչ ուզեմ անեմ, բայց ազատության մեջ լինեմ։ Չէ, կարա, չէ լինի։ Կարող է մեկից օգուտ կա։ Հələ տենամ իմ հնարավորության չափով կարեմ ես էլ օգտակար լինեմ, երևի։ Էլ ոնց ասեմ։ Ասում են կոռուպցիա չկա։ Ոնց չկա, ավելի վատ բան կա։ Ավելի վատ բան կա, շարով տալ կա մարդուն։ Իմ մեքենան
Եկել են էվակուատորով առանց ինձ ասել տալ են, իմ մեքենան փչացրել են։ Իմ մեքենան փչացրել են։ Հետևը խփել են մեքենայից, պագրիշկեն ծակ բերե շպրտել են հայատ։ Լուրջ եմ ասում, ես կատակ չեմ անում։ Պագրիշկեն տարեկը փցրել ենք։ Ինձ տանում են ոստիկանություն առանց իմ ներկայության, իմ մեքենան իմ հայաթից, որ կանգնած ա եղել նույն տեղը, անենց չի թույլատրելի վայր չի կանգնած եղել, չի խանգարել երթևեկությանը, ոչ մեկին չի խանգարել, խեք տանում իմ ավտոն։ Կամ տանում եք այնպես տարեք չվնասեք, ձեզով ասեմ, դուք կարեք իմ ապրանքը վնասեք, ես չեք հավատա, բայց փող եմ տվել, առել եմ, ու այդ փողի համար աշխատել եմ, չեմ գողացել, չեմ թալանել, չեմ խաբել ոչ մեկին, չեմ գցել, աշխատել եմ, ու ուղղակի աշխատել առել եմ, իմն է այդի, իմ ապրանքն է, ոչ մեկինը չի, իմ ապրանքն է, որը որ իմ սիրտը ցավում է իմ ապրանքի վրա, որովհետև ես կոպեկ հավաքի արել եմ, որ իմ երեխեքին մի բան լինի, ինձ մի բան լինի, չեք հավատա, բայց մենք էլ ենք, ճիշտ է մենք Փաշինյանները չենք, բայց մենք էլ ենք ուզում էլի ապրենք, հերիք այսքան գոյատևել ենք, ուզում ենք ապրենք, ես լիարժեք ունեմ այդ իրավունքը, ոնց որ ունեն յուրաքանչյուրը, նույնն էլ իմ երեխեքը, եթե իր երեխեքը կարան ապրեն լավ, չէ՞, հիմա արդեն որ ինքը դառել է վարչապետ, իմ երեխեքն է կարան ապրեն լավ, չնայած ես վարչապետ չեմ, ոչ է վարչապետի տիկին է, բայց կարան չէ ապրեն լավ։ Փառք Աստծո, նորից եմ ասում, Աստված ինձ ձեռ ա տվել, ոտա տվել, ամեն ինչ տվել է։ Դա ամենամեծ կարողությունն է, որ Աստված կարա քեզ տա։ Աշխատելու կարողությունը, որ չգողանաս, չխաբես, չթալանես։ Դա ամենամեծն է, որ Աստված տալիս է, ու դա Աստված տվել է ինձ։ Ու ես շատ երջանիկ մարդ եմ, որ Աստված ինձ այդ տվել է։ Կարար Աստված ինձ այդքան բանը չտար, ես լինեի գող, խաբող, գցող, բայց ինձ պետք չի։ Հանգիստ աշխատում ապրում եմ, ամար խելոք, ինչ ես ուզում ինձանից։ Ինչ անեմ, ուրիշների նման անեմ։ Գիշերները հելնեմ, քոքեմ ավտոն խանգարեմ, ուրիշների հայատ գնամ, ճռռցնեմ, դες բաներ անեմ, որ լավ լինեմ։ Ինչ ես ինձանից ուզում վաբշե։ Հանգիստ խելոք իմ համար ապրում եմ խախանդ։ 4 տարին այս տան մեջ ապրում եմ, նոր գնացել եմ գրանցման համար, ինձ ասում են ոնց ես, այդպես մարդ է ապրում։ Այստեղ մարդ է ապրում, ասեմ հա։ Ասեք խելոք խախանդ հանգիստ ապրում եմ, իմ համար ոչ մեկի չեմ խանգարում, չես ուզում։ Ուրիշների նման անեմ։ Կանգնեմ, սես տուպը նայեմ, ասեմ միջև ժամը 11:30 կարամ երկ քոքեմ ու քոքեմ։ Չէ, չեմ անում, ապեր հանգիստ ապրում եմ երեխեքիս հետ։ Ինչ ես ինձանից ուզում։ Ես ուզում եմ իմ հարցերի պատասխանները ստանամ։ Թող ոչ մի բան չփոխվի, թող իմ հարցերին ինձ կարողանա մեկը ուղղակի լիարժեք պատասխան տա, թող ասի գիտես սրա համար սենց, սրա համար սենց, սրա համար սենց։ Չեն կարա։ Անկեղծ չեն կարող իմ հարցերին պատասխան տան։ Հիմա այս տեսանյութը դիտողները կարան շատ բան չհասկանան։ Ես ինչ եմ ասում, որտեղ ես կես եմ ասում։ Կամ բաներ իրավունք չունեմ ասել, բայց ասեն գոնե դուք կարդացիք, տեսակ։ Դուք գիտեք ինչի մասին եմ խոսում, չնայած դուք էլ կես կարդացիք։ Բայց էդ էլա չէ բավական, եթե գոնե այդքանը բարձրաձայն եմ, էդ էլա բավական, որ ուղղակի բոլորը հասկանան, որ այս խմորը շատ է ջուր քաշելու։ Ասեք դու ես սուս մուրտաս։ Այդ ոնց է դառնում, այդ եմ ուզում հասկանամ։ Ախր մեկը մյուսին չի բռնում։ Ոչ մի տիպի չի բռնում մեկը մյուսին։ Ուզում եմ իմ հարցերին մեկը պատասխան տա, ասի սրա համար սենց է, նրա համար նենց է։ Բայց չեն կարա։ Ասեն կխի է, ինչի համար։ Էսի տնային կալանքի բան չի իմ արածը։ Ասում եմ, որ նախկինում էլի սենց բան է արել, ոստիկանի հետ բոլորն է խնդիրներ ունեն։ Բոլոր են էլ հիմիկվա ոստիկանների հետ։ Հետո ինչ։ Մարդը պրոբկի մեջ կանգնած պապու թաղմանն է գնում, սիգնալ է տալի, սաղ սիգնալ են տալի, գալի իրան բռնում, քաշում հանում, տպվում է։ Հետո մարդիկ ուղղակի այդ ֆորմեն որ հագնում են, իրաց թվում է այդ ֆորմեն իրաց թևեր է տալիս։
Ոչ բոլորն են այդ համազգեստը ճիշտ կրում։ Իրենց թվում է իրանք հայքել են հետի, վсё, իրանք բան են, աստված են դառել։ Բոլորին վերևից են նայում։ Բայց այդ տենց չի։ Հələ ավելի վատ, իրանք այդ ֆորմեն, որ հագնում են, իրանք վրա ավելի մեծ պատասխանատվություն է, քան քաղաքացու։ Ավելի ուժեղ իրանք ավելի պետքա սրամիտ լինեն։ Ավելի պետքա խելամիտ գտնվեն, քան քաղաքացին։ Ու պետքա միշտ պատրաստ լինեն քաղաքացուն օգնեն։ Ոչ թե մտածեն ոնց անեն, որ վատություն անեն քաղաքացուն։ Ինչ տալ ավելանում։ Հետո ես ասում եմ, ես այս հարցը ավելի լայնամասշտաբ եմ բարձրացնելու ու երբ որ ես արդեն ամեն ինչ իր լուծումը ստանա, փաստաթղթերով եմ խոսալու։ Այն ինչը որ կա ձեռքիս տակ, այն ինչն է որ չկա ձեռքիս տակ, այն ինչը որ օրենքով պարտավոր են ինձ տան սկսած իմ դատաբժշկի թղթերից, սաղ պահանջելու եմ ու այդ սաղ հանրայնացնելու եմ։ Բոլոր լրատվականներով սաղ հանրայնացնելու եմ։ Ամբողջությամբ, կնիքներով, ստորագրություններով, անուն ազգանուններով, ամեն ինչ բարձրաձայնելու եմ ու հրապարակելու եմ։ Թող իմ հետևից ինչ ուզում են խոսան, իրանք թող մտածեն, թե ես իրանց հետևից հիմա ինչ եմ մտածում ու ինչ եմ խոսում ու իմ նման լիքը մարդիկ, ու ոչ միայն իմ նման։ Լիքը մարդիկ իրանց հետևից ինչ են մտածում, ինչ են խոսում։ Ես ուրիշ ձև եմ այս հարցը բարձրացնելու ու ոչ միայն, որ պետք լինի նաև համաշխարհայինորեն եմ այս հարցը բարձրացնելու, որովհետև այս նորմալ չի։ Այսօր ինձ վաղը միսօր են մեկին, այսինքն մի քանի հոգու երևի արել են, մարդիկ լռել են, մտածել են ինչ էլ անենք, մեկը լռելու են։ Երկու բառ ավել կասենք, կվախենան, ձեն չեն հանի, կլռեն։ Խի՞։ Ես էլ եմ մարդ։ Դու ինձ կյանք չես տվել, դու ինձ ազատություն չես տվել, որ զրկում ես։ Այն էլ ապօրինի։ Իրանք ուղղակի նեղվել են, դատավոր իմ հանդեպ տրամադրվել այն ժամանակ, երբ որ ես ասել եմ, ես ոչ մեկի պատասխան չունեմ տալու, ես մենակ պետքա իմ երեխեքին պատասխան տամ, թե ես ֆի եմ այս օրին, իրանք իմ հետ հավասար տանջվում են, իմ դատավորն էլ իմ Աստվածա, դուք իմ համար դատավոր չեք։ Ու ես ճիշտ եմ ասել, ես ոչ մեկի չունեմ պատասխան տալու։ Ես մենակ իմ երեխեքին պետքա վաղը միսօր պատասխան տամ, որ խի է, որ իմ երեխան ինձ ասում է մամա գնանք ման գալուս, mən բալես չեմ կարա։ Կամ որ իմ երեխան ինձ ասում է մամա որ բրասլիցի կթանեն կարան գնանք KFC կուտենք։ Որ ես իրան ասում եմ հա ու չեմ տանում, ես մենակ դրա համար պետք է իմ երեխուն պատասխան տամ, իրանք ով են։ Իրանք իմ համար ոչ ոք են։ Ոչ ոք։ Մի հատ քայլող, շնչող ոչ ոք են իրանք իմ համար։ Իրանք հատ են իմ համար, անգամ հոգի չեն, հատ են իրանք իմ համար։ Ես չեմ կարա ուրիշ բառերով ասեմ։ Նորմալ է, ես գիտեմ, ես վնասում եմ ինձ անգամ այս իմ խոսքերը, բայց իրանք իմ համար հատ են։ Ես հատիկավորում եմ իրանց։ Որովհետև իրանց նմանները հատիկներ են, շատ չեն։ Չի կարա մեծամասնությունը իրանց նման լինի։ Ես չեմ հավատում։ Ես այդքան վատատես չեմ։ Դες բան չի կարա լինի։